Նախ շնորհակալություն, որ ժամանակ եք հատկացրել մեզ այսօր ու տղաները ընդհանուր գծերով բացատրեցին ոնց ենք եկել այս կետերին, ես կենտրոնանալու եմ կոնկրետ կայուն մեծամասնությանը։ Ինչ է կայուն մեծամասնությունը իրանից ներկայացնում։ Նշանակում է, որ այն ուժը, ով որ կհավաքի առավելագույն ձայները, անգամ եթե դա 30% է, ստանալու է հավելյալ բոնուսային միավորներ եւ ունենալու է կայուն մեծամասնություն 52%-ի տեսքով ազգային ժողովում։ Սա այդքան էլ վախենալու չի եւ կիրառվում է բազմաթիվ երկրներում ճգնաժամերի հաղթահարելու համար, սակայն մեր պարագայում հաշվի առնելով սահմանադրությունը, սա իսկապես հրեշի է վերածվում։ Բերեմ մի քանի փաստ սա հիմնավորելու համար։ Այդ ուժը հնարավորություն է ստանում առանց կոալիցիայի ընտրել վարչապետի, վարչապետը լիազորված է նշանակել ուժային կառույցների ղեկավարներին, ազգային ժողովի խմբակցությունը կարող է ընտրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, բարձրական դատական խորհրդի անդամներ, վերջինի հետևանքը մենք բոլորս արդեն նկատել ենք մի քանի ամիս առաջ, երբ որ SMS ուղարկվեց։ Սրանից բացի ուժային կառույցների ղեկավար պաշտոնները հանդիսանում են քաղաքական պաշտոններ, այսինքն նրանց հնարավոր է նշանակել սեփական քաղաքական թիմից, հաճախ առաջնորդվելով միայն եւ միայն հավատարմության սկզբունքով։ Կարծում եմ դա նույնպես բոլորը նկատել են։ Սրանից բացի գոյություն ունեն նաեւ այլ ռիսկեր, որոնց մի քիչ ավելի ուշ կանդրադառնամ, բայց իմ համար կարեւոր է մի բան, որ այս հնարավորությունները վարչապետ դարձած անձին դնում են շատ մեծ գայթակղության առաջ, որ դառնա սուպեր վարչապետ, ոնց որ հաճախ ասում են թագավոր կամ բռնապետ, դու կարող եք ընտրել որն է ձեզ ավելի դուր գալիս, ըստ էության մեզ որպես ընտրողներ մնում է ուղղակի աղոթել կամ հույս փայփայել, որ այս մեկը կդիմանա այդ գայթակղությանը, որը որ փաստացի իմ կարծիքով դեռ չի ստացվել։ Հիմա մեկ այլ հարց կա այստեղ, թե գործնականում ովքեր են հավակնում կայուն մեծամասնության այս կետից օգտվելու համար։ Պատմական ակնարկը փաստերով ցույց է տալիս, որ Հայաստանում միշտ բարձր ձայներ կամ առաջի տեգով անցել են իշխող ուժերը, մշտապես։ Գաղտնիք չեմ ուլի բացահայտած, որ ասեմ, որ սրա պատճառը վարչական ռեսուրսի կիրառումն է։ Նաև մարդկանց կողմից ընտրական համակարգի թեր վստահությունը։ Այսինքն ինչ է ստացվում, որ Հայաստանում հնարավոր չի լինել ընտրություններով իշխանություն փոխել եւ փաստացի մինչեւ այսօր Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել։ Իսկ եթե անդրադառնանք ընդհանուր քաղաքական դաշտին մյուս խաղացողներին, ովքեր արժե են անցել տարբեր տարիներին, երկրորդ համարով կամ երրորդ էական չի, նկատում ենք, որ գրեթե բոլոր ուժերը անձերի շուրջ են հավաքված։ Ոչ միտեղ սերնդափոխություն չի լինում, ամեն ինչ որոշում է մի անձ, սա առավել վտանգավոր է դարձնում, այսինքն ամբողջ երկրի ղեկը հնարավոր է հայտնվի մի մարդու որոշումների ներքո կամ նրա շահի տիրույթում։ Այս ամեն ինչը, երբ որ մենք համակցում ենք ընտրությունների հանդեպ թույլ վստահությամբ, այսինքն 50%-ը չի մասնակցում ընտրությունների, դա խայտառակություն է պարզապես։ Եթե 30% հավաքի ինչ-որ մի ուժ, այսինքն ընդհանուր ընտրողների ընդամենը 15%-ը ինքը հնարավորություն անում գրեթե ամեն ինչ որոշել։ Մենք դրա համար եկել ենք այն եզրակացությանը, որ այս կետը պետք է ուղղակի բացառվի Հայաստանի ապագա զարգացման համար։ Հիմա ըստ էության նաև ուզում եմ դրա թույլ կողմերին անդրադառնալ, որովհետև մենք համալիր վերլուծություններ ենք անում ու հաճախ իրար հետ դեբատներ ենք գնում այս հարցերի շուրջ։ Առաջնային նաև որ այս կետը սովորաբար կիրառվում է ճգնաժամերից խուսափելու համար։ Սակայն մեր դեպքում ընտրությունը շատ պարզ է, բռնապետի ռիսկ, թե գնալ դեմոկրատական ճգնաժամերի, որի միջով բազմաթիվ երկրներ անցել են։ Ես կարծում եմ երկրորդը ավելի քիչ ռիսկ է պարունակում մեր համար։ Ըստ էության այսքանն է ուզում ասել ու մի բան էլ իմ կողմից մի փոքր օրակարգից շեղվելով ասեմ, դիմում եմ այն մարդկանց, ովքեր համարում են իմ նման, որ Հայաստանը ոչ մեկ 2 ժամկետից ավել չպետք է կառավարի, ժողովուրդ, կամ պետք է չալարեք գնաք ընտրությունների, կամ ստիպված ինչ-որ պահի հեղափոխություն եք անելու։ Այս պարզ մաթեմատիկա է, դու տրամաբանություն ես։ Շնորհակալություն։